Գիրք Ծննդոց, գլուխ 50-րդ։ Եվ Հովսեփն իր հոր երեսի վրա ընկավ և լացավ նրա վրա, և համբուրեց նրան։ Եվ Հովսեփն իր բժիշկ ծառաներին հրամայեց, որ իր հորը զմռսեն, և բժիշկները զմռսեցին Իսրայելին։ Եվ նրա 40 օրը լրացան, որովհետև այսպես էին լրանում զմռսվածների օրերը, և եգիպտացիք նրա համար 70 օր սուգ արին։ Եվ երբ նրա սուգի օրերն անցան, Հովսեփը խոսեց փարավոնի տան հետ ասելով. թե որ հիմա ձեր առաջին շնորհ գտա, խնդրեմ փարավոնի ականջին խոսեցեք և ասեցեք. իմ հայրն ինձ երդումանել տվավ ասելով. ահա ես մեռնում եմ, իմ գերեզմանի մեջ, որ ես ինձ համար Քանանի երկրումը փորեցի, ինձ այնտեղ թաղես, և հիմա թող վեր գնամ, իմ հորը թաղեմ և ետ դառնամ։ Եվ փարավոնն ասեց. ելիր և թաղիր քո հորը, ինչպես որ նա քեզ երդումանել տվավ։ Եվ Հովսեփն ելավ իր հորը թաղելու։ Եվ նրա հետ ելան փարավոնի բոլոր ծառաները, նրա տան ծերերը և Եգիպտոսի երկրի բոլոր ծերերը, նաև Հովսեփի բոլոր տունը և նրա եղբայրները և նրա հոր տունը։ Միայն նրանց երեխաները և իրանց հոտերը և իրանց արջառները Գեսեմի երկրումը թողեցին։ Եվ նրա հետ կառքեր և ձիավորներ ելան, և մի շատ մեծ բանակ եղավ։ Եվ եկան Ատադի կալը, որ Հորդանանի մյուս կողմին է։ Այնտեղ մեծ և խիստ սաստիկ լացով ողբացին, և իր հոր համար 7 օր սուգ արավ։ Եվ այն երկրի բնակիչ քանանացիները, երբ որ տեսան Ատադի կալի մեջի սուգը, ասեցին. սա մի մեծ սուգ է եգիպտացիների։ Նրա համար նրա անունը Աբել Միսրայիմ դրին, որ Հորդանանի մյուս կողմին է։ Եվ նրա որդիքն արին նրան, ինչպես որ պատվիրել էր։ Եվ նրա որդիքը Քանանի երկիրը տարին նրան, և թաղեցին նրան Մակփելայի արտի այրումը, որ Աբրահամը գերեզմանի կալվածքի համար ծախու առավ արտի հետ մեկտեղ Քետացի Եփրոնից, Մամրեի դիմացը։ Եվ Հովսեփը ետ դարձավ Եգիպտոս իր հորը թաղելուց հետո, ինքը և իր եղբայրները և այն ամենը, որ իր հետ ելան իր հորը թաղելու։ Եվ Հովսեփի եղբայրները տեսան, որ իրանց հայրը մեռավ, ասեցին. գուցե Հովսեփը ոխ ունենա մեզ հետ, և հատուցանե մեզ այն ամեն չարիքը, որ մենք արինք իրան։ Եվ Հովսեփին պատգամավոր ուղարկեցին ասելով. քո հայրը մեռնելուց առաջ պատվիրեց և ասեց. այսպես ասեցեք Հովսեփին. հիմա շնորհ կարա քո եղբայրների հանցանքն ու նրանց մեղքը ներիր, որովհետև քեզ չարություն արին, և հիմա աղաչում ենք, ներիր քո հոր Աստծո ծառաների հանցանքը։ Եվ Հովսեփը լացավ նրանց այս խոսքերի համար, որ ասեցին իրան։ Եվ նրա եղբայրներն էլ գնացին, և նրա առաջին ընկան և ասեցին. ահա մենք քո ծառաներն ենք։ Եվ Հովսեփն ասեց նրանց. մի վախիք, միթե ես Աստծո փոխանորդն եմ, և թեպետ դուք ինձ դեմ չարություն խորհեցիք, բայց Աստված այն լավի դարձնել խորհեց, որ աներ այս օրվա եղածի պես, այսինքն, որ շատ ժողովուրդ ապրեցներ։ Եվ հիմա մի վախիք, ես ձեզ և ձեր երեխաներին պիտի կերակրեմ։ Եվ մխիթարեց նրանց, և քաղցրությամբ խոսեց։ Եվ Հովսեփը Եգիպտոսումը բնակվեց, ինքը և իր հոր տունը, և Հովսեփը 110 տարի ապրեց։ Եվ Հովսեփը Եփրեմի երրորդ սերնդյան որդիները տեսավ, և Մանասեի որդի Մաքիրի որդիներն էլ Հովսեփի ծնկերի վրա ծնվեցան։ Եվ Հովսեփն իր եղբայրներին ասեց. ահա ես մեռնում եմ, և Աստված անպատճառ ձեզ այցելություն է անելու, և ձեզ այս երկրիցը հանելու է դեպի այն երկիրը, որի համար ինքը երդում արավ Աբրահամին, Իսահակին և Հակոբին։ Եվ Հովսեփն Իսրայելի որդկանցը երդումանել տվավ ասելով. Աստված անպատճառ ձեզ այցելություն է անելու, և իմ ոսկորներն այստեղից հանեցեք։ Եվ Հովսեփը մեռավ 110 տարեկան, և զմռսեցին նրան, դրին մի տապանի մեջ Եգիպտոսումը։